Շատերս հաճախ ենք լսում տարիքով մեծերից։ Առաջ առանց հեռախոս, առանց ինտերնետ, մարդիկ իրական էին, շփվում էին իրար հետ։ Իսկ հիմա, երբ շփումը տեղափոխվել է վիրտուալ հարթակ, թվում է ժամանակը նոր օրենքներ ունի։ Մի ժամանակ մի տեղեկատվություն գտնելու համար պետք է ժամերով գրքեր թերթել։ Այսօր մեկ հպում եւ ողջ աշխարհը քո ձեռքերում է։ Ժամանակները փոխվել են, ձևավորվել են հինն ու նորը։ Բարի գալուստ, եթերում հին ու նորն է, իսկ ես Անի Մատինյանն եմ։ Երբ մտածում ենք ժամանակի մասին, հաճախ բաժանում ենք այն երկու մասի, այն ինչ եղել է եւ այն ինչ հիմա կա, բայց հինը եւ նորը պարզապես ժամանակի բաժանում չէ։ Դա ուղի է հասկանալու, թե ինչպես է փոխվել մեր կյանքը, մտածելակերպը եւ կապն իրար հետ։ Հինը հիշողություն է, արմատ, փորձ, նորը փոփոխություն է, հարմարեցում եւ առաջընթաց։ Երբ այս երկուսը հանդիպում են, մենք կարողանում ենք տեսնել իրական պատկերը, հասկանալ, թե որտեղից են գալիս եւ ուր են գնում։ Այդ պատճառով մեր հաղորդումը կոչվում է Հինն ու նորը, որովհետեւ պատմությունները, արժեքները եւ տեխնոլոգիաները միասին կերտում են մեր ներկան։ Մեր առաջին հաղորդման թեման հեռախոսներն են եւ դրանց ազդեցությունն ու դերը մեր կյանքում։ Բակային խաղերին փոխարինել են ինտերնետային խաղերը, թերթերին օնլայն մամուլը, իսկ դե շփման փոխարեն էլ, այսպես ասված, չաթերը։ Տեսնես հարևանից մածուն ուզելը դեռ կա, թե չէ։ Երևի էտել են արդեն հաղորդագրությամբ ուզում, չգիտեմ։ Այնուամենայնիվ հեռախոսները շատ են հեշտացրել մեր կյանքը։ Եկեք դիտենք ռեպորտաժը եւ վերադառնանք ներկայացնելու մեր հին ու նոր սերունդների ներկայացուցիչներին։ Երբևէ մտածել եք ինչպես էին մարդիկ ապրում այն ժամանակ, երբ հեռախոս չկար։ Ինչպես էին իրար գտնում, հանդիպումներ կազմակերպում կամ պարզապես նորություններ իմանում։ Այսօր մեր կյանքն անբաժան է սմարթֆոններից, բայց մի ժամանակ դրանք պարզապես գոյություն չունեին։ Ինչպես սկսվեց հեռախոսի պատմությունը։ Հեռախոսի գաղափարը ծնվեց 19-րդ դարում։ 1876 թվականին Ալեքսանդր Գրեմ Բելը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած հեռախոսը։ Այդ օրից սկսվեց մարդկության նոր դարաշրջանը, ձայնային կապի դարաշրջանը։ Սկզբնական հեռախոսները կապվում էին միայն մետաղալարերով, եւ խոսակցությունները հնարավոր են միայն սահմանափակ տարածքում։ 20-րդ դարից սկսած հեռախոսները դարձան ավելի մատչելի ու տարածվեցին գրեթե բոլոր տներում։ Բնակարաններում տեղադրված էին ռոտացիոն հավաքման համարներով հեռախոսներ, ու շատերը հիշում են, ինչքան հաճելի էր լսել զանգի հին ձայնը։ 1990-ականներին արդեն տեղի ունեցավ բջջային հեղափոխությունը։ Առաջին բջջային հեռախոսները մեծ էին, ծանր եւ ունեին շատ քիչ ֆունկցիաներ։ 2007 թվականից հետո, երբ ներկայացվեց առաջին iPhone-ը, ամեն ինչ փոխվեց։ Սմարթֆոնները դարձան բազմաֆունկցիոնալ գործիքներ կապի, ինտերնետի, լուսանկարչության, քարտեզների եւ նույնիսկ աշխատանքի համար։ Ինչպես էին ապրում մարդիկ առանց հեռախոսների։ Մարդիկ ավելի կազմակերպված էին եւ խոստումներին մարդիկ իրականում հետևում էին։ Գրում էին ձեռագիր նամակներ, օգտագործում էին ֆիքսված հեռախոսներ կամ ուղղակի այցելում միմյանց։ Շփումը կենդանի էր, իսկ սպասումը սովորական։ Այսօր մեր հեռախոսները մեր ամենամտերիմ գործընկերներն են։ Դրանց միջոցով ենք մենք շփվում, աշխատում, լուսանկարներ անում, տեղաշարժվում, սովորում եւ նույնիսկ սիրահարվում, բայց միևնույն ժամանակ երբեմն էլ հեռախոսները մեզ հեռացնում են իրական շփումից։ Հեռախոսների պատմությունը Գրահեմ Բելի պարզ հայտնագործությունից մինչև արհեստական բանականությամբ աշխատող սմարթֆոններ ցույց է տալիս ինչպես է մարդկությունն անընդհատ փորձել միմյանց ավելի մոտ լինել, բայց իսկական կապը մնում է սրտերում եւ ոչ թե սմարթֆոններում։ Եթերում հին ու նոր նախագիծն է, մեր այսօրվա հյուրը Սվետլանա Թրոսյանն է, ով մասնագիտությամբ լրագրող է եւ սցենարիստ։ Սվետլանա, ողջույն։ Ողջույն։ Նշեմ, որ Սվետլանան չի սիրում, երբ իրեն Սվետլանա են ասում, ինչպես քեզ դիմեմ։ Լանա։ Ուղղակի Լանա, ինչու։ Որովհետեւ ես ունեմ ստեղծած մի այդպիսի կերպար ու ինձ շատ եմ նմանացնում այդ կերպարին եւ Սվետա ու Սվետ կոչումները, այսպես ասած, այդքան էլ չեմ սիրում։ Լանա, այսօրվա մեր թեման հեռախոսներն են եւ առաջին հարցս, որ ուզում եմ տալ, այսօր ինչքան ժամանակ ես անցկացրել հեռախոսի մեջ անկեղծ։ 7 ժամ։ 7 ժամ։ Ինչ ես անում։ Դե լրագրողի մասնագիտությունը պարզ է։ Այո, ու ճիշտն ասած համակարգչիս հետ խնդիրներ կային, իսկ ես դեռ սցենարս չէի ավարտել, գիշերվանից հեռախոսով աշխատում էի եւ այդ իսկ պատճառով այդքան շատ եմ մտել հեռախոսի մեջ։ Մի փոքր հետ գնանք հիշողությունների գիրկը, որն է եղել ձեր առաջին հեռախոսը, ինչ հեռախոս էր եւ ինչպես եք այն ձեռք բերել։
Առաջին հեռախոսը ես ձեռք եմ բերել 17 տարեկանում, փոքր Alcatel-ներ կային, մայրիկս էր նվիրել, որովհետև քննությունների էի ու իր հետ պետք է կապի մեջ լինեի։ Դա է եղել առաջին հեռախոսը։ Ինչ հնարավորություններ ուներ, միայն զանգի։ Զանգի եւ խաղեր ուներ, հաշվիչ, սովորական առաջվա հեռախոս։ Օրինակ իմ հեռախոսը եղել է խաղալիք հեռախոս։ Առաջին հեռախոս։ Չելավիկ պահակի նկարով։ Ես եմ ունեցել նման։ Ուղղակի բացում փակում ենք ու ուրախանում ենք դրանից, բայց այդ տարիքում մեզ համար դա հետաքրքիր էր շատ։ Ինչ կանես, եթե հեռախոսը մեկ շաբաթով վերցնենք քո ձեռքից։ Դա ուղղակի անհնար կլինի կարծում եմ, որովհետև մասնագիտության հետ կապված, մի քաոս կսկսվի ու կապի չեմ լինի։ Եթե օրինակ որոշեմ արձակուրդ գնալ ու մի շաբաթ հեռախոս չվերցնեմ, այդ դեպքում կարծում եմ նորմալ է, բայց եթե օրինակ լինեմ աշխատանքի մեջ կամ ինչ-որ խառը գործունեության մեջ, այդ ժամանակ քաոս կսկսվի։ Այսինքն մեր օրերում չես պատկերացնում քո օրը առանց հեռախոս, եթե աշխատանքի մեջ ես։ Ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ պատկերացնում առանց հեռախոս, որովհետև ժամանակը այնպես է զարգացել, որ արդեն մենք ուղղակի կախվածություն ունենք հեռախոսից, լրահոսին հետևել կամ ինչ-որ մեկից տեղեկություն իմանալ, այդ ամեն ինչը արդեն դարձել է հեռախոսի միջոցով։ Չեմ կարծում, որ հնարավոր կլինի առանց հեռախոսի։ Ինչ դրական ու բացասական ազդեցություն ունի հեռախոսը մեզ երիտասարդներից վրա։ Իմ կարծիքով միակ դրականը, որ օրինակ եթե առաջ պիտի գնայինք դպրոց հասնեինք, որ իմանայինք, որ դաս չկա, հիմա խմբերում գրում են կամ չգիտեմ ինչ որ զանգում են եւ տեղեկացնում որ գիտեք ինչ, դասը չկա, չնայած մենք այդքան էլ չենք տեսել այդ ժամանակները, ինչքան որ մեր ծնողները, բայց այնուամենայնիվ կարծում եմ միակ դրականը դա է, իսկ մնացածը ամբողջությամբ բացասական է, սկսած ագրեսիայի դրսևորում, հատկապես մեզ հենց ավելի փոքր տարիքային խմբերի մոտ, մենք կախվածություն ունենք հեռախոսից, օրինակ երբ որ ընկերական հանդիպում է, մեկը գոռում ասում է դե լավ հավաքվել ենք որ քննարկենք, սենց մի վայրկյանով դնում ենք, մեկ էլ հանկարծ Messenger-ի կամ Instagram-ի ձայնն է գալիս, մի անգամից նորից վերցնում ենք ու կախվածություն է առաջացել։ Ամեն ինչը հիմա կախված է ոչ միայն հեռախոսներից, գադջետներից։ Իսկ ինչ ես կարծում, արդյոք դա ազդում է կրթության վրա հեռախոս այսօր հնարավորություն այնպեսին են, որ ուսանողները դպրոցականները օգտվում են ChatGPT-ից։ Դա շատ վատ է իրականում։ Հա, ChatGPT-ին տալիս է հնարավորություն ու ես նաև ողջունում եմ այն քայլը, որ մեր երիտասարդները, մեր դեռահասները կարողանում են ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները եւ քայլել ժամանակին զուգընթաց, բայց կարծում եմ դա ավելի շատ անում է դեգրադացիայի եւ ոչ թե տեխնոլոգիաների զարգացման։ Ու հեռախոս ստեղծողները արդեն կարելի է հասել են իրենց նպատակին, իհարկե չգիտեմ, միգուցե իրենց նպատակը ուղղակի կապի միջոց ստեղծելն էր եւ ոչ թե այսքան հեռու գնալը, բայց դա հիմնականում ավելի շատ վնաս է հասցնում եւ դասերի ժամանակ դասապրոցեսից շեղվում են նաև երեխաները, ոչ միայն ChatGPT-ի կիրառմամբ, այլ նաև ինչ-որ տարբեր խաղեր խաղալով, հետո այս վերջերս շատ սենց բարձր անուն ստացավ այդ խաղը, չեմ ուզում անունը տալ, որպեսզի հավելյալ չնպաստեմ էլի դրա տարածմանը, ինչ-որ տարօրինակ երևույթներ սկսեցին կատարվել երեխաների հետ ու դա ավելի շատ վնասեց ոչ միայն դասապրոցեսում, այլ նաև հոգեկան առողջության մասով եմ ասում։ Իսկ դասի ժամանակ մենք ուղղակի վերցնում ենք հեռախոսն ու երեխաները նկատի ունեմ, ովքեր որ դպրոցական են, եւ սկսում ենք զբաղվել։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ լավ կողմ կարող է ունենալ կամ կարելի է սրա մեջ նույնիսկ եթե իրենք օգտվում են Վիկիպեդիայից կամ չգիտեմ ինչ-որ տեղեկություն են imանում, դրա մեջ էլ չեն կարող ինչ-որ դրական մի լույս ման գալ։ Իսկ հիմա բլից տալիս եմ հարցեր, ակնկալում եմ արագ պատասխաններ։ 1 ժամ գրել սցենար, թե Facebook-ում ստատուս։ Facebook-ում ստատուս։ Ինչու՞։ Ճիշտն ասած, որովհետև սցենարի վրա կարող եմ գիշերն էլ աշխատել, բայց երբ Facebook-ը հայություն է, այսպես ասած, ու սպասում են իմ ընկերները իմ ստատուսներին, ուզում եմ ես էլ իրենց արձագանքը տեսնել ու դա ինձ ավելի է ոգևորում, հնարավոր է մի ժամ տրամադրեմ ստատուս գրեմ, ոգևորվեմ, գնամ սցենար գրեմ։ Բակային խաղ թե ինտերնետային։ Բակային։ Գումար ծախսել լավ հագուստի թե լավ հեռախոսի վրա։ Լավ հագուստի։ Գիրք թե հեռախոս, որը կընտրեի։ Գիրք։ Ինչ խորհուրդ կտաս քո սերնդակիցներին։ Իմ սերնդակիցներին խորհուրդ կտամ, քանի որ ասում են այս սերնդին նայեք, մեր սերունդը այսպես չէր արտահայտությանը, ես իմ սերնդակիցներին խորհուրդ կտայի մի քիչ ավելի ինքնակրթությամբ զբաղվել, ոչ թե գիրք կարդալը, այսպես ասած նորաձև է կամ չգիտեմ
ավելի ժամանակակից է, կարելի է այսպես ձևակերպել նախադասությունը, ես ավելի շատ խորհուրդ կտայի հետևել իրենց վարքագծին, որովհետև մեր հաջորդ սերունդները ավելի շատ նայում են մեզ, ինչպես որ մենք ենք նայել մեր նախորդ սերունդներին։ Կարծում եմ ճիշտ կլիներ ավելի շատ գրքեր կարդալ, որովհետև երբ որ դու նստարանին նստած գիրք ես կարդում ու քո կողքին նստած է օրինակ 10-րդ կամ ավելի ցածր 8-րդ դասարանի երեխա, իր մեջ հետաքրքրություն է առաջանում, ինչու դու չես կարող on-line տարբերակով գիրքը կարդալ, եթե այդ գիրքը վերցրել ես, եկել ես այգի, նստել ու կարդում ես։ Այսպես փոքր խաղիկներով իրենց մեջ հետաքրքրություն սահմանելով, ինձ թվում է մենք կարող ենք ինչ որ ազդակ տալ կրթության զարգացմանը։ Իհարկե հիմա կրթության ոլորտում, չգիտեմ ինչու որոշել եմ, որ գրքերում պետք է QR լինեն, QR-ը սկանանենք եւ իմանանք օրինակ ով է Հովհաննես Թումանյանը։ Ես այդ քայլին այսպես ասած այնքան էլ հակված չեմ եւ բացասական դիրքորոշում ունեմ այս հարցի հետ կապված։ Միգուցե սա ժամանակակից դրսևորում է, բայց չեմ կարծում, որ մեր հիմիկվա սերունդը այն սերունդն է, որի վրա կարելի էր սա կիրառել։ Ավելի շատ խորհուրդ կտայի գիրք կարդալ եւ մեր օրինակով փորձել ուսուցանել մեր հաջորդ սերունդներին։ Եվ վերջին հարցս, կցանկանեիր ապրել հին ժամանակների նման առանց հեռախոսի, թե նոր ժամանակներում հեռախոսով։ Հին ժամանակների նման առանց հեռախոսի, որովհետև ես միշտ ցանկացել եմ ավելի հին ժամանակներ գնալ, քան որ իմ ժամանակներն են եղել։ Կոնկրետ ոչ ժամանակաշրջան կցանկանեիք ապրել։ Ոչ թե երևույթը նկատի ունեմ, այլ համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակաշրջանը կուզեի գնալ, որովհետև ինչքան էլ կար պատերազմ, ինչքան էլ կար աղետ, ինձ թվում է մարդիկ այդ ժամանակ ավելի երջանիկ են եղել։ Շնորհակալ եմ շատ Սվետլանա։ Մենք զրուցում էինք լրագրող եւ սցենարիստ Դանա Թորոսյանի հետ, սա նոր սերնդի նոր տեսակետներ։ Իմ հյուրն է հեռուստալրագրող, խմբագիր Նելի Ավետիսյանը, ողջույն Տիկին Ավետիսյան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, հուսով եմ դուք էլ լավ եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք ժամանակի փոփոխությունների մասին, օրվա թեման հեռախոսներն են։ Հետաքրքիր է ձեզ թեման։ Իհարկե, առանց հեռախոսի մեր օրերում։ Հենց այդտեղից էլ սկսենք, այսօր ինչքան ժամանակ եք անցկացրել հեռախոսի մեջ։ Այսօր դեռ երևի թե 1 ժամ, որովհետև ավելի ինտենսիվ աշխատանքի մեջ եմ։ Իսկ ընդհանրապես աշխատանքից դուրս։ Աշխատանքից դուրս էլի աշխատանքային հիմնականում, որովհետև լրագրողի աշխատանքը մեր օրերում դարձել է հեռախոսն աշխատանքային գործիք ինչ որտեղ։ Հիշում եք ձեր առաջին հեռախոսը։ Ինչ հեռախոս էր եւ ոնց։ Առաջին հեռախոսս կարծեմ Ericsson, եթե չեմ սխալվում։ Ո՞ր թվականն էր։ Այնքան առաջ, երբ որ սկսեց հեռախոսների հոսքը մեր կյանք։ Բայց բոլորը չունեին, չէ՞, այդ ժամանակ։ Չէ, բոլորը չունեին, բայց որպես լրագրող եւ որպես շատ սիրող հեռախոս, շատ սիրող մարդ, այսպես ասեմ, ես ձեռք բերեցի այդ հեռախոսը նվերով, ընդ որում նվիրեցին ինձ։ Ինչպես ընդունեցիք այդ նորամուծությունը։ Ինչ որ նոր բաներ ստեղծվել, որ երբեք չէիք տեսել, որ ինչի մասին երբեք չէիք լսել։ Երբեք չէի լսել, բայց արդեն իմ շրջապատում ավելի ավագներն ունեին, ավելի անհրաժեշտ պահանջված աշխատանքային գործիք որպես արդեն տեսել էի եւ ձգտում էի ունենալ։ Արդեն 30 տարի աշխատում եք հեռուստատեսությունում, ոնց եղավ ձեզ մոտ ժամանակի անցումը, նոր տեխնոլոգիաներ։ Երբ աշխատանքի մեջ ես, քեզ այդ ընթացքը նաև սահուն է անցնում, ինձ մոտ էլ սահուն անցում եղավ, որովհետև ինքը շատ արագ մտավ, շատ հարմարավետություն բերեց իր հետ, եւ մենք կարողացանք սահուն անցումը իրականացնել եւ մեր խմբագրակազմով եւ կոլեկտիվով ընդհանուր բոլորս։ Ինչ դրական եւ բացասական ազդեցություն է ունենում հեռախոսները առհասարակ մեզ բոլորիս վրա։ Դրա մասին շատ է խոսվում հիմա, իսկապես ինքը ունի եւ դրական եւ բացասական ազդեցություն հեռախոսը, բայց միաժամանակ չենք կարող շղթել դրականի մեծ չափաբաժինը, որովհետեւ ցանկացած պահի աշխարհի ցանկացած անկյունից կարող ես հեռախոսի միջոցով բոլոր հարցերը կարգավորել, ամեն ինչից տեղեկանալ, տեղեկություն տալ, ստանալ, մի խոսքով ամեն ինչ։ Ինչպես կպլանավորեիք ձեր օրը, եթե հեռախոս չլիներ ձեր ձեռքում։ Ես ինքս կարողացել եմ երկար տարիներ պլանավորել իմ օրը, երբ հեռախոս չկար, էլի ճիշտ պլանավորման ժամանակ, երբ կարողանում ես այդ օրենքներին տիրապետել, այսպես ասած ճակերտավոր օրենքների, կարողանում ես պլանավորել առանց հեռախոսի կամ հեռախոսով, միևնույն է, այսինքն այստեղ հիմքը պիտի լինի պլանավորել իմանալը, կարողանալը։ Հեռախոսը այդտեղ փոքր դեր է խաղում, անկեղծ ասած։ Իսկ ձեզ մոտ գրքերին փոխարինել է հեռախոսը, թե։ Անկեղծ ասած, ես գրքի թերթի հոտն եմ սիրում։ Շարունակում եք գրքեր կարդալ, թերթերել,
թե թերթերի ժամանակն արդեն Երևի թե կոնկրետ թերթի ժամանակն անցած է, բայց գիրք որպես այդպեսին ես տպագիր գիրքն եմ սիրում։ Անցում կատարենք կրթությանը, ինչ է կարծում, ազդում ես նորագույն տեխնոլոգիաները կրթության վատացման կամ լավացման վրա ձեր տեսակետը։ Չի կարող, ես չեմ կարող ասել, որ միանշանակ ազդում է կամ միանշանակ լավացնում է, երբ որ ճիշտ ես ընտրում ուղին եւ դա օգնում է միաժամանակ, կարող է օգնել։ Պարզապես պետք չի հինը թողնել ու միայն այս տարբերակով առաջ գնալ։ Եվ վերջին հարցը Տիկին Ավետիսյան, կցանկանայիք ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ չկար հեռախոս կամ չի լինի հեռախոս։ Երբ որ ցանկանում եմ, ես մեկնում եմ հանգստի առանց հեռախոսի։ Բայց ապրել եք առանց Իհարկե, հեռախոսի։ բնականաբար ապրել եմ։ Իմ աշխատանքային փորձն ու ծննդյանս տարեթիվը թույլ է տալիս ասելու, որ ապրել եմ առանց այդ հեռախոսի։ Բջջային կապի նկատի ունեմ։ Այո, որը կնախընտրեիք հին ժամանակ առանց հեռախոս, թե հիմա հեռախոսով։ Ես կնախընտրեի երկուսը միասին, ժամանակ առ ժամանակ։ Հին ու նոր նախագծում մենք զրուցում էինք խմբագիր լրագրող Նելի Ավետիսյանի հետ։ Դե ինչ, տեխնոլոգիաները զարգանում են, եւ դա մեզ վրա ազդում է եւ դրական, եւ բացասական։ Եկեք փորձենք վերցնել օգտակարը։ Հաջորդ հաղորդումը կլինի հին ու նոր երգերի մասին։ Սպասեք հետաքրքիր հաղորդման եւ հետաքրքիր հյուրերի։